Հայաստանի կառավարությունը շարունակում է Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը, բանակցությունները ակտիվ փուլում են, այս եւ այլ հարցերի շուրջ այսօր կզրուցենք ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հենց սկզբից, պարոն Ղազարյան, կխնդրեմ, որպեսզի մանրամասնեք, որ փուլում են Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը, բանակցությունները։ Շնորհակալություն, ինչպես տեղյակ եք, վիզաների ազատականացման երկխոսությունը Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջև մեկնարկեց դեռևս 2024 թվականին, որից հետո մենք ունեցանք մի շարք բարձրաստիճան հանդիպումներ, Հայաստան այցելեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը, փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի հետ ազդարարվեց քաղաքական երկխոսության մեկնարկը, այնուհետև ներքին գործերի դեպարտամենտից բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Հայաստան եւ ներքին գործերի նախարարի հետ ազդարարվեց արդեն գործառնական եւ ուրեմն այսպես բանակցային պրակտիկ փուլի մեկնարկը։ Դրանից հետո մենք ունեցանք երկու գնահատման առաքելություններ, որոնք այցելեցին Հայաստանի Հանրապետություն, ունեցանք նաեւ այդ գնահատման առաքելությունների զեկույցները, որից հետո Եվրոպական հանձնաժողովը կազմել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագիծը եւ ներկայացրել է Եվրոպական միության անդամ պետություններին ուրեմն համաձայնեցման ընթացակարգի շրջանակներում ակնկալում ենք, որ առաջիկայում այս համաձայնեցման գործընթացի ավարտից հետո վերջնական վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետությանը։ Նախորդ նշեմ, որ գործողությունների ծրագիրը բանակցվող փաստաթուղթ չէ, Եվրոպական հանձնաժողովը այն ներկայացնում է ուրեմն գործընկեր բանակցային կողմին իմպլեմենտացման նպատակով, այսինքն մենք պետք է կազմենք, այսպես ասած, պետք է կատարենք մեր տնային աշխատանքը, կազմենք մեր ներքին ճանապարհային քարտեզը եւ այս ուղղությամբ սկսենք պրակտիկ իմպլեմենտացիոն գործողություններ։ Այս կետում ենք, բայց ցանկանայի նաև շեշտադրել, որ մենք արդեն իսկ ունենք բավականին մեծ կուտակած փորձ այս թեմաների շուրջ աշխատելու Եվրոպական միության հետ, Եվրոպական հանձնաժողովի հետ եւ տնային աշխատանքի որոշակի փուլ արդեն իսկ ինքներս իմպլեմենտացրել ենք, մոտավորապես պատկերացնելով, թե ինչ տեսակ գործողությունների ծրագիր կստանանք, ինչպես նաև հենվելով այն երկրների փորձի վրա, ովքեր անցել են այս ճանապարհը մեզնից առաջ։ Եթե հարցադրումներն են, առավել կարող եմ մանրամասնել այս մասով։ Պարոն Ղազարյան, մենք չունենք մտահոգություններ, որ գուցե գործողությունների ծրագրում մտահոգիչ ինչ-որ առաջարկներ լինեն Հայաստանի Հանրապետությանը, եթե դա քննարկվող փաստաթուղթ չէ։ Նայեք, քննարկվող նկատի ունեմ, թե գործողությունների ծրագրի առաջարկների ձևավորման փուլում, երբ որ մենք ունենք գնահատման առաքելությունները, այդ ընթացքում մենք ինտենսիվ քննարկումների մեջ ենք եղել, թե էքսպերտային մակարդակում, թե գործառնական մակարդակում Եվրոպական միության մեր գործընկերների հետ եւ այնպիսի ընկալում կա, բնականաբար, որ չեն զետեղվի այնպիսի դրույթներ, որոնք կարող են անիրականանալի կամ այսպես շատ անընկալելի լինել հայկական կողմի համար։ Սակայն ինչու այդպես չեմ կարծում, որովհետև մենք հենվում ենք, ինչպես արդեն նշեցի, այլ պետությունների փորձի վրա եւս Եվրոպական միության հետ նման ճանապարհ անցել են 8 պետություններ, որոնցից 3-ը արևելյան գործընկերության պետություններ են՝ Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, մնացած 5-ը արևմտյան Բալկանների պետություններն են, որոնց թե գործողությունների ծրագրերը, թե կատարած գործողությունները մենք բավականին այսպես ինտենսիվորեն ուսումնասիրել ենք եւ պատկերացումներ ենք կազմել դրանց մասին։ Հիմնականում գործողությունների ծրագրերը բաղկացած են լինում 4 խումբ ուրեմն նյութերից։ Առաջինը առնչվում է փաստաթղթերի անվտանգությանը, տվյալների պաշտպանությանը, ուրեմն եւ փաստաթղթերին առնչվող համակարգերին։ Երկրորդ խումբ հարցերը առնչվում են միգրացիայի կառավարմանը, սահմանների կառավարմանը, ապաստանի համակարգերին։ Երրորդ խումբ հարցերը հիմնականում առնչվում են հանրային անվտանգությանը, հանցավորության դեմ պայքարին,
իսկ 4-րդ խումբ հարցերը առնչվում են մարդու հիմնարար ազատություններին, հակախտրականությանը եւ մի շարք այսպիսի խնդիրներ։ Եթե մենք ելնենք այն տրամաբանությունից, թե ինչ են տեղի ունեցել այլ երկրներում, ովքեր անցել են այս ճանապարհը, եւ ելնենք նաեւ մեր քննարկումներից էքսպերտային մակարդակում, հիմնականում կարող եմ նշել, որ մեր եւ Եվրամիության նպատակները այս մասով համընկնում են, այսինքն ռազմավարական մեր բազմաթիվ նպատակներ, որ Հայաստանի Հանրապետությունը այսպես թե այնպես դրել էր իր առաջ միգրացիոն ոլորտի կառավարման համակարգերը, փաստաթղթերի անվտանգությունը բարելավելու նպատակով, այս գաղափարները եւս ակնկալվում է, որ կզետեղվեն գործողությունների ծրագրում։ Եթե առաջին գործողությունների ծրագրի առաջին կետով անցնենք, սահմանների արդիականացում, Առաջինը փաստաթղթերի անվտանգությունն։ Փաստաթղթերի անվտանգություն, ինչ է սա նախատեսում։ Նայեք, մենք այս պահին ունենք ոչ այնքան պաշտպանված փաստաթղթերի, անձահաստատող փաստաթղթերի համակարգեր, գիտեք, մենք որոշակի խնդիրներ ունենք նաև կենսաչափական համակարգերի հետ կապված, ինչ որ պահի պարզապես մեր կենսաչափական համակարգերը դադարել են աշխատել այն տրամաբանությամբ, որ նույնիսկ այն չիպերը, որոնք իրենց մեջ կրում են անձի կենսաչափական տվյալները, ուղղակի արդեն այդ սերնդի չիպեր աշխարհում չէին արտադրվում եւ մեր կենսաչափական համակարգը ըստ էության դարձել էր ժամկետանց։ Այս մասով մենք անցել ենք բավականին մեծ ճանապարհ, պետություն մասնավոր գործընկերության ճանապարհով ընտրվել է աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը, ֆրանսիական Ingroup կազմակերպությունը, որպես մասնավոր գործընկեր պետության համար, որպեսի համատեղ պետություն մասնավոր ջանքերով մենք կարողանանք ներդնել ամենաարդիական կենսաչափական համակարգը Հայաստանում, պայմանագիրը ստորագրվել է այդ ընկերության հետ, հիմա մենք ինտենսիվ ներդրման փուլում ենք, ձևավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր, թե ենթակառուցվածքների, թե գործառնությունների կազմակերպման, թե թվային համակարգերի ձևակերպման մասով, այսինքն բոլոր այս ուղղություններով մենք ունենք ինտենսիվ աշխատանքներ եւ ակնկալում ենք, որ մենք հաջորդ տարի արդեն կկարողանանք Հայաստանի քաղաքացիներին սպասարկել բարձրորակ, բարձրակարգ եւ ամենաարդիական պաշտպանված կենսաչափական փաստաթղթերով։ Սա ըստ էության այն նպատակն է նաև, որ Եվրոպական միությունը ամրագրում է բոլոր այն երկրների հետ, որոնց հետ անցնում է վիզաների ազատականացման ճանապարհ։ Այսինքն 2026 թվականին ի վերջո կենսաչափական անձնագրերն արդեն շրջանառության մեջ կդրվեն։ Այո։ Նայեք, դուք ասացիք, որ մասնավոր կազմակերպություն եք ընտրել։ Այստեղ ռիսկեր չեք տեսնում քաղաքացիների տվյալների բազայի տրամադրում, ի վերջո քննադատություններն ուղղվելու են հենց կոնկրետ այս գործողության այս կետի հետ կապված այս ոլորտին։ Նայեք, երկու հարցի անդրադառնամ այս համատեքստում։ Առաջինը շատ հաճախ մենք պետություն մասնավոր գործընկերություն պատկերացնում ենք այսպես, որ պետությունը ինչ որ գործառույթ ֆունկցիա պետք է իրականացներ, տալիս է մասնավորին, որ մասնավորը իրականացնի պարզապես եւ թողնում է, պատասխանատվությունն էլ հետը հանձնում է մասնավորին։ Այդպես չէ իրականում։ Պետությունը եւ մասնավորը, մենք օրենք նույնիսկ ունենք պետություն մասնավոր գործընկերության մասին, Հայաստանի Հանրապետության օրենքը, այս օրենքի տրամաբանության եւ ոգուն համապատասխան պետությունը շարունակում է իրականացնել իր ֆունկցիան, ուղղակի այն կազմակերպչական ծառայությունների մատուցման գործառույթները, որոնք կարող է, հնարավոր է իրավականորեն սահմանադրական կարգավորումների շրջանակում հնարավոր է տալ մասնավորին, դա է արվել ըստ էության։ Թե չէ տվյալների բազաները, տվյալների շտեմարանները, դրանք պատկանում են, տվյալը ըստ էության պատկանում է քաղաքացուն, որովհետև տվյալը հենց իմն է, ձերն է, յուրաքանչյուր քաղաքացունն է, բայց այդ տվյալների ամբողջականությունը, շտեմարանները, դրանց կառավարումը, դրանք շարունակելու են մնալ որպես պետական գործառույթներ։ Ուղղակի մենք համագործակցաբար ենք ներդնում այս նոր համակարգերը մասնավորի հետ, որպեսզի այն լավագույն ինովացիան, այն լավագույն փորձառությունը, որը կուտակվում է նաև մասնավոր սեկտորում, մենք կարողանանք ներբերել պետական համակարգ։ Ըստ էության տվյալների պաշտպանության պատասխանատուն
շարունակաբար մնալու է պետությունը, այստեղ պետությունը իր ֆունկցիաները չի ուրեմն իրենից հեռացնում կամ դեն նետում, այդպիսի բան ուղղակի չկա։ Պարզապես մենք լավագույն մոդեռն եւ արդիական լուծումները բերում ենք եւ ներդնում ենք պետական համակարգում։ Ղազարյան, մենք Հայաստանի քաղաքացիները սպասում ենք վիզաների ազատականացմանը, որպեսզի ամբողջ process-ն ավելի հեշտանա, ավելի հեշտ հայտնվենք եվրոպական երկրներում։ Նախ ժամկետ կարող եք նշել, ի վերջո, երբ կկարողանանք ավելի դյուրացված պայմաններով հայտնվել եվրոպական երկրներում եւ արդյոք չկա ռիսկ, որքան էլ որ ասվում է, որ սա զբոսաշրջային, ուղևորությունների համար է, չունեք ռիսկ, որ միգրացիոն հոսքերը իսկապես անկառավարելի կդառնան եւ Հայաստանի քաղաքացիները պարզապես կգնան ու չեն վերադառնա։ Կրկին փորձեմ երկու շերտով անդրադառնալ ձեր հարցին։ Ուրեմն առաջինը, ինչ վերաբերվում է ռիսկերին, թե կգնան անձինք եւ չեն վերադառնա։ Եկեք նայենք այլ երկրների փորձը, համադրելի երկրների փորձը, ովքեր անցել են միևնույն ճանապարհը։ Մեր հարևան Վրաստանը, Մոլդովան, ինչ է տեղի ունեցել։ Ոչ մի երկրում էլ տեղի չունեցել դեմոգրաֆիական կոլապս, ոչ մի երկրում էլ չի տեղի ունեցել այնպիսի մի իրավիճակ, որ ամբողջ բնակչությունը մեկնել է եւ չեն վերադարձել։ Նման իրավիճակ չկա։ Ինչն է կանխարգելում այս ամեն ինչը։ Կանխարգելիչ գործիքները որոնք են։ Առաջինը դա մեր ռեադմիսիոն ոլորտի համագործակցությունն է, հետընդունման ոլորտի համագործակցությունն է։ Եվրոպական միությունը շարունակաբար խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը եւ կառուցակարգերը։ Այսինքն, երբ որ անձինք Եվրոպական միությունում հայտնվում են անօրինական ճանապարհով կամ հայտնվում են օրինական ճանապարհով հետագայում թույլատրելի ժամկետները խախտելով դառնում են անօրինական, Եվրոպական միությունը անձին նույնականացնում է եւ հետ է ուղարկում տվյալ պետություն։ Եթե նայեք Հայաստանը Եվրամիության հետ վիճակագրությամբ եթե հետևենք, ունի շատ լավ համագործակցություն ռեադմիսիայի ոլորտում։ Ռեադմիսիոն ստացված հայցերի 80-ից 90%-ը հայկական կողմից արժանանում են դրական պատասխանի եւ մենք հետ ենք ընդունում այս անձանց։ Սա մի գործոն է։ Երկրորդ գործոնը դրանք ապաստանի հայցերն են, ապաստանի հայցերը, որոնք ներկայացվում են օրինակ Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածքում։ Վերջին տարիներին ապաստանի հայցերի 95 եւ ավել տոկոսը, որոնք Հայաստանի քաղաքացիները ներկայացրել են Եվրոպական միությունում, դրանք մերժվել են։ Ինչու՞, որովհետեւ Հայաստանում չկան օբյեկտիվորեն հետապնդման այն հիմքերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ անձի ապաստանի դիմումը բավարարելու համար։ Գիտեք, որ դրանք կոնվենցիոն 5 հիմքերն են, լինի կրոնական, չգիտեմ, ազգային հիմքով եւ այլ հետապնդումների համար։ Հայաստանում նման իրողություններ պարզապես գոյություն չունեն։ Մյուս կարևոր հանգամանքն էլ հետեւյալն է։ Նայեք, մենք մարդկանց համար ստեղծում ենք ավելի լայն ճամփորդելու հնարավորություններ։ Դուք շատ ճիշտ նշեցիք, թե ինչին է առնչվում վիզաների ազատականացումը, եւ ես կցանկանայի դա եւս մեկ անգամ շեշտադրել, ինչին առնչվում է, ինչին չի առնչվում։ Սա Եվրամիության տարածքում աշխատելու հնարավորություն չէ։ Սա Եվրամիության տարածքում երկարաժամկետ մնալու հնարավորություն չէ։ Ոչ, խոսքը միայն կարճաժամկետ այցելության Շենգեն վիզաների մասին է։ Յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր առանց վիզայի պահանջի Եվրոպական միության տարածքում գտնվելու հնարավորության մասին։ Եթե անձինք չարաշահեն այս ռեժիմը, ապա վրա կհասնի ռեադմիսիայի հետ կապված կարգավորումները, եթե ապաստանի համակարգում փորձեն չարաշահել, վրա կհասնի մերժման ռեժիմը եւ կրկին ռեադմիսիայի կարգավորումները, այսինքն այս կարգավորումները, այս սահմանափակումները դրվել են ինչպես Եվրամիության կողմից, այս մասով համագործակցում է նաև Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետությունը։ Բայց այստեղ երկրորդ կարևոր էլեմենտն էլ կա։ Գիտեք, դուրս մղվելու արտամղման պատճառների մասին է։ Եթե մենք ուսումնասիրում ենք միգրացիոն տենդենսները վերջին տարիներին, հիմնականում դրանք պայմանավորված են եղել տնտեսական պատճառներով։ Եվ որքանով որ, բնականաբար 2020 թվականից հետո կան նաև անվտանգային նկատառումներ, չեն կարող չնկատել, բայց նույնիսկ դրանից հետո, ասենք 2021 թվականին կարող է մղվել մի հետազոտության, որը իրականացրել են մեր գործընկերները ICMPD կազմակերպության աջակցությամբ, նույնիսկ 2021 թվականին դուրս մեկնելու հիմնական պատճառներ նշվել են տնտեսականները։ Այո, անվտանգային պատճառների տեսակարար կշիռը աճել էր, սակայն առաջնային պատճառները տնտեսականն են։ Այսինքն, երբ որ մենք ներքին
մեր կարգավորումներում տնտեսության մեջ, ունենում ենք բարելավումներ, ունենում ենք տնտեսական աճ, դա մարդկանց մեջ չի առաջացնում մղումներ դուրս գալու եւ դրսում մնալու, այլ սա ուղղակի հավելյալ մոբիլության հնարավորություն է նաեւ Եվրոպական միության տարածքում։ Ինչ վերաբերվում է ժամկետներին, որը թերևս ամենաչարչրկված հարցն է այս թեմայի առնչությամբ, ժամկետների մասով կարող եմ նշել հետեւյալը. այն ժամանակ, երբ որ մենք իրականացնենք վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ամբողջությամբ եւ Եվրոպական միության խորհուրդը կկայացնի համապատասխան որոշումը վիզաները ազատականացնելու մասին, դա է ժամկետը։ Մոտավոր ինչ որ 1 տարի, 2 տարի, 3 տարի։ Երբ որ կիրականացնենք գործողությունների ծրագիրը եւ երբ որ Եվրոպական միության խորհուրդը կկայացնի համապատասխան որոշում։ Ինչքան ինտենսիվությամբ կկարողանանք կատարել այդ ծրագիրը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ամենայն ջանք կառավարությունը գործադրում է այդ ուղղությամբ, գործի համակարգումը վստահված է ներքին գործերի նախարարությանը, ներքին գործերի նախարարը այս թեմատիկայով գլխավոր բանակցողն է, կարող եմ վստահեցնել նաև, որ ներքին գործերի նախարարությունը ամենայն ինտենսիվությամբ աշխատում է այդ օրը հնարավորինս մոտեցնելու ուղղությամբ։ Պարոն Ղազարյան, դուք ձեր խոսքում նշեցիք ռեադմիսիոն հայցերի մասին, ունենք վիճակագրություն, որ երկրներից են հիմնականում վերադառնում եվրոպական եւ արդյոք վերջին տարիներին այդ ավանդական երկրների շարքը փոխվել է։ Իրականում ավանդական երկրների շարքը չի փոխվել, կարող ենք ասել 1-2-ի տեղերն են փոխվել, բայց ավանդական շարքը չի փոխվել, առաջի երկու երկրները Ֆրանսիան եւ Գերմանիան են, ունենք նաեւ Ավստրիայից ստացվող ռեադմիսիոն հայցեր, Նիդերլանդներից, Բելգիայից, սրանք են հիմնական ուղղությունները, մի տարի կարող է ավելի շատ հայց ստանանք Ֆրանսիայից, մի տարի Գերմանիայից, սակայն հիմնական ուղղությունները սրանք են։ Շնորհակալ եմ։ Ներքին գործերի նախարարությունը նաև թվային բարեփոխումների փուլ է սկսել, եթե խնդրեմ կմանրամասնեք ինչով էր պայմանավորված բարեփոխումների այս փուլը եւ ինչ է կատարվում այս պահին հաշվի առնելով, որ հոկտեմբերի 6-ից փորձնական ծրագիր է սկսվում միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը քաղաքացիներին հաղորդագրություն արդեն տարածել եք քաղաքացիությունից հրաժարվելու դիմումների հետ կապված։ Ոչ միայն հրաժարվելու, այլ նաև քաղաքացիություն ստանալու դիմումների հետ կապված, նշեմ, որ հիմնական հանրային ծառայությունների ոլորտում, որոնք գտնվում են ներքին գործերի նախարարության, այսպես մանդատի ներքո, մենք ինտենսիվ թվայնացման ծրագրեր ենք իրականացնում, որովհետև գիտեք, դա ոչ միայն վիզաների ազատականացման նպատակ ունի, դա ուղղակի պարզապես մեր արդիականացման առօրյան է։ Մենք չենք կարող հետ մնալ թվային աշխարհից եւ թվային առօրյայից։ Ես կնշեմ երկու հիմնական ոլորտները, մեկը ինչպես նշեցիք, միգրացիա եւ քաղաքացիության ծառայությանն առնչվող հանրային ծառայությունների ոլորտում, մենք տարիներ առաջ արդեն իսկ թվայնացրել էինք օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման համակարգը, 2019-ից գործում է ռեադմիսիոն համակարգի էլեկտրոնային տարբերակ, այսինքն ռեադմիսիան մենք իրականացնում ենք մեծ հաշվով թվային միջավայրում։ Հիմա մենք օրինակ ունենք օրենսդրական փաթեթ, որը քննարկվում է կառավարությունում օտարերկրացիներին այլ հիմքերով, բացի աշխատանքի հիմքից, այլ հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման թվայնացման ուղղությամբ։ Ինչպես նշեցիք, արդեն քաղաքացիության ոլորտի թվայնացման օրենսդրությունը արդեն ամբողջությամբ ընդունված է, աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի ընդունման ուղղությամբ եւ արդեն պրակտիկ իմպլեմենտացման որոշակի փուլ ենք մտել, փորձնական այո կսկսի այսպես նախագրանցումը հոկտեմբերի 6-ից, իսկ հունվարի 1-ից մենք ամբողջությամբ կանցնենք քաղաքացիության շնորհման եւ դադարեցման դիմումների էլեկտրոնային միջավայրում ուրեմն քննարկմանը, հա, մնացած բոլոր ոլորտներում էլ միգրացիային առնչվող եւս իրականացում են ինտենսիվ թվայնացումներ, մի շատ կարեւոր օրենքի մասին ես կցանկանայի շեշտադրել, որը ընդունվեց Գարնանային նստաշրջանով ազգային ժողովի, դա բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքն է, որը արմատապես փոխում է մեր ընկալումը տվյալների մասին եւ մենք սկսելու ենք կարեւորել տվյալը եւ ոչ թե թուղթը։ Սա շատ արմատական նշանակություն ունի բոլոր ոլորտների համար, թվում է միայն ներքին գործերի նախարարությունում է, բայց դա ազդեցություն է ունենալու ամբողջ պետական եւ հանրային համակարգի վրա թվայնացման, ակտիվացման ուղղությամբ եւ այս մտայնության փոփոխությունը թղթից դեպի տվյալ, կարծում եմ նաեւ մեր համար շատ արմատական նշանակություն ունի ընդհանրապես մեր թվայնացման օրակարգում։ Երկրորդ ոլորտը ներքին գործերի նախարարության մանդատի ներքո գտնվող, ցանկանայի նշել, դա հաշվառման քննական
քաղաքական ծառայությունների մասն է։ Դուք գիտեք, որ սեպտեմբերի 1-ից մենք ուժի մեջ ենք դրել թվային վարորդական վկայական եւ թվային հաշվառման վկայագիր ունենալու կարգավորումները։ Սեպտեմբերի 1-ից նաեւ գործում է car.mia.gov.am ուրեմն կայքը, որտեղ հնարավոր է ամբողջությամբ թվային միջավայրում իրականացնել ավտոմեքենայի առողջարկ։ Այսինքն, եթե անձը ունի թվային էլեկտրոնային ստորագրություն, վաճառողը եւ գնորդը, նրանք կարող են 8-ից 10 քայլերի համադրությամբ ուղղակի սեփականության իրավունքը տրանսպորտային միջոցի փոխանցել մեկից մյուսին։ Մենք ներդրել ենք նաև on-line հերթագրման համակարգ հաշվառման քննական բաժիններում հիբրիդ հերթագրման համակարգ, կենթանի հերթով եւ on-line հերթի համադրմամբ ստեղծել ենք նաև առավել արագացված ծառայություններ ստանալու հնարավորություններ վարորդական վկայական ձեռք բերելու քննությունների հանձնման համար։ Եվ շարունակելու ենք այս ոլորտում եւս ինտենսիվ թվայնացումները, որովհետեւ մենք տեսնում ենք, որ սրանք ստեղծում են առավել լայն հնարավորություններ ռեսուրսների խնայողության համար եւ այս ռեսուրսները ավելի պիտանի ուղղությամբ ուրեմն կիրառելու համար։ Ըստ այդմ թվայնացման օրակարգը հաշվառման քննարկման ծառայությունների մասով եւս ինտենսիվորեն շարունակվելու է։ Պարոն Ղազարյան, սեպտեմբերից նաև փոխվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու եւ քաղաքացիությունից հրաժարվելու Թուրքի դրույքաչափը, ինչով էր սա պայմանավորված եւ ինչու այդքան շատ տարբերությունը միանգամից եղավ։ Որովհետև այդ կարգավորումները չէին վերանայվել օրենքի ընդունումից ի վեր։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման պետական տուրքը 1000 դրամ էր։ Իսկ դադարեցման տուրքը 25000 դրամ 97 թվականից ի վեր։ 1997 թվականից ի վեր։ Դրանից հետո կյանքը փոխվել է, այլ ծառայություններ են մատուցվում, ծառայությունների մատուցման համար այլ ռեսուրսներ են օգտագործվում։ Ըստ այդմ մենք գիտենք, որ պետական տուրքի տրամաբանությունը դա քաղաքացուն մատուցված ծառայության դիմաց վճարն է կամ գործողության համար ստացվող վճարը։ Ըստ այդմ ծախսերը այս ուղղությամբ էականորեն աճել էին, սակայն դրանից գինը չէր վերանայվել պայմանական ասած, Թուրքի չափը չէր վերանայվել։ Ըստ այդմ անհրաժեշտաբար Թուրքի չափը վերանայվեց եւ ներկայումս շնորհման տուրքը 50000 է, դադարեցման տուրքը 150000։ Սակայն երկրորդ հանգամանքն էլ կցանկանամ նշել, Սա նաեւ խոսում է այն վերաբերմունքի մասին, որ մենք ունենք քաղաքացիության ինստիտուտի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը մեր պետության հիմնարար ինստիտուտներից մեկն է։ Քաղաքացիությունը այն ինստիտուտն է, որի միջոցով անձը ձեռք է բերում իրավունքներ եւ պարտականություններ պետության հանդեպ եւ ինչպես մեր սահմանադրական դատարանը իր վճիռներից մեկում ասում է, նաեւ պատասխանատվություն այդ պետության հանդեպ։ Թուրքի նմանատիպ ցածր չափերը նաեւ խոսում են որոշակի իմաստով մեր վերաբերմունքի մասին այս ինստիտուտի նկատմամբ։ Մենք ներկայումս մշակում ենք միգրացիոն քաղաքականությունը, ռազմավարությունը մեր երկրի, որի մեջ անհրաժեշտաբար նաև անդրադարձ պետք է կատարենք քաղաքացիության ինստիտուտի վերաիմաստավորմանը։ Շնորհակալ եմ եւ նոյեմբերի 1-ին շատ քիչ ժամանակ է մնացել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետն է, նույնականացման քարտերի հետ կապված խնդիրը լուծվեց։ Նույնականացման քարտերի մասով կարող եմ ասել, այո, որ մենք իրականացրել ենք էական տեխնիկական վերազինում, հիմա ավելի մեծ քանակությամբ կարողանում ենք օրվա կտրվածքով տպագրել նույնականացման քարտեր, ընդունել դիմումներ, եթե նախկինում դա օրական մոտ 800-ի կարգ էր, հիմա մոտ 2000-ի կարգի է։ Ունենք դեռևս մեծ քանակությամբ on-line հերթագրումներ, սակայն հնարավորություններ ենք ստեղծում նաև որոշ դեպքերում կենթանի հերթով սպասարկման, ըստ այդմ կարող եմ ասել, որ խնդիրը էականորեն մեղմվել է եւ առաջիկայում եւս կտեսնենք որոշակի քայլեր այս ուղղությամբ իրականացվելիք, որոնք կնպաստեն այս խնդրի ամբողջական լուծմանը։ Կար հարց, որ կուզենայիք տրվեր, բայց մեր զրույցի ընթացքում ձեզ չտրվեց։ Ես կուզեի, որ դուք հարցնեիք, թե որն է մեր ռազմավարական մոտեցումը միգրացիայի, քաղաքացիության, հանրային ծառայությունների բարելավման ուղղությամբ, հիմա եթե ես տվեցի այդ հարցը, ես էլ դեռևս պատասխանեմ, Հանրային ծառայությունների բարելավման ոլորտում մենք որդեգրել ենք թվայնացման եւ քաղաքացիակենտրոն մոտեցումները, դրա համար ինտենսիվորեն այս ուղղությամբ շարժվում ենք առաջ։ Իսկ միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտում մենք հիմա գտնում ենք ռազմավարական մոտեցումների ձևակերպման եւ ամբողջականացման փուլում, առաջիկայում այս թեզերը եւս կներկայացնենք հանրությանը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։
Ռադիոլուրն այսօր հյուրընկալել էր ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանին։ Շնորհակալ